Առաջարկում եմ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտող բոլոր զինվորներին տրամադրել 1.5-ից 3 միլիոն դրամ ոչ պետական բյուջեից։ Եթե կողմ եք առաջարկին, խնդրում եմ հավանել կամ կիսվել տեսանյութով։ Եթե 10,000-ից ավել քաղաքացիներ հավանեն այս տեսանյութը, կկազմեմ օրենքի նախագիծ եւ կներկայացնեմ ազգային ժողով։ Առաջարկում եմ ստեղծել զինվորների հատուկ ֆոնդ, որտեղ կմուտքագրվեն գործող եւ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով մուտքագրվող բոլոր գումարները։ Տարվա ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը հավասարաչափ կբաշխվի այդ տարի զորացրվող զինծառայողների միջև։ Որքան ավելի մեծ թվով հետախուզվող քաղաքացիներ վերադառնան եւ վճարեն, որքան ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ դիմեն եւ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդքան ավելի մեծ գումար կհավաքագրվի եւ կբաշխվի մեր զինծառայողների միջև։ Այս գումարը 20 տարեկան երիտասարդը կարող է ծախսել կրթություն ստանալու, սեփական գործ սկսելու կամ կյանքի առաջին լուրջ քայլերը անելու համար։ Ծառայող տղաները կհասկանան, որ ծառայությունից հետո իրենց սպասվում է մեկնարկային կապիտալ եւ իրական հնարավորություն նոր կյանքի համար։ Եվ այսպես ներկայացնեմ ֆոնդի ձևավորման աղբյուրները։ Առաջին, իմ կողմից հեղինակած եւ արդեն ուժի մեջ մտած օրենքներից մեկով 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքով արդեն իսկ հավաքագրվել է 2 միլիարդից ավել գումար։ Առաջարկում եմ այս ամբողջ գումարը ուղղել զինվորների հատուկ ֆոնդին։ Երկրորդ, իմ մեկ այլ օրենքով չծառայած եւ 27 տարին լռնալուց հետո հաշվառման կանգնած քաղաքացիները նույնպես պարտավոր են վճարել գումարներ։ Այս գումարները եւս առաջարկում եմ ուղղել զինվորների հատուկ ֆոնդ։ Երրորդ, իմ մեկ այլ օրենքով 27 տարին լռնալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները նույնպես պարտավոր են ծառայել 1 տարի ժամկետով կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Այս օրենքով արդեն իսկ հավաքագրվել է 160 միլիոն դրամ։ Այս գումարները եւս առաջարկում եմ ուղղենք զինվորների հատուկ ֆոնդին։ Չորրորդ, բազմաթիվ տղաներ մինչև 18 տարին լռնալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չանցնեն պարտադիր զինվորական ծառայություն։ Միայն 2025 թվականին 2811 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարին լռնալը հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ եւ այս ամբողջ գումարը եւս ուղղել զինվորների հատուկ ֆոնդին։ 5-րդ, առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2.5 միլիոն դրամ վճարելու հնարավորությունը տարածել նաեւ 18-ից 27 տարեկան քաղաքացիների վրա։ Սա կմոտիվացնի, որպեսզի մեր հայրենակիցները չսպասեն մինչև իրենց 27 տարին լռնալը, այլ 18 տարեկանից սկսած գան Հայաստանի Հանրապետություն, դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վճարեն 2.5 միլիոն դրամ, հավաքագրված ամբողջ գումարները եւս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդին։ 6-րդ, առաջարկում եմ կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տանք նաեւ 18-ից 27 տարեկան տղաներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն սպասել մինչև լռնան իրենց 27 տարին։ Այս պայն ունենք 4000-ից ավել հետախուզվող տղաներ եւ հնարավոր է ահռելի ֆինանսական միջոցներ գեներացնել այս օրենքի շնորհիվ։ Եվ այս ամբողջ գումարը եւս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդին։ Եթե կողմ եք առաջարկին, հավանեք տեսանյութը եւ կիսվեք ձեր ընկերների հետ։